Սիրելիներ, ամանորին ընթառաջ պատրաստելու ենք համեղագույն մշնաբույն առանց գլյուտեն եւ առանց լակտոզա։ 3 ձուն, շաքարավազը, կաթը միասին երկար հարիչի օգնությամբ հարում ենք։ Այսպիսի զանգված ստանալուց հետո ավելացնում ենք փափուկ կարագը։ Կրկին երկար հարում ենք։ Սոդայի վրա ավելացնում ենք քացախ, խառնում ենք եւ ավելացնում հիմնական զանգվածին։ Լավ խառնելուց հետո մաս-մաս ավելացնում ենք ալյուրը եւ հետեւում խմորի պնդությանը։ Սկզբում հարում եմ խմորի համար նախատեսված գլխիկներով։ Երբ արդեն դժվարանում է, անցնում ենք ձեռքերին։ Ձեռքերի միջոցով երկար հունցում ենք խմորը, նույնիսկ սեղանի վրա։ Խմորը բաժանում ենք 8-ից 10 գնդերի, երկարավուն տեսք տալիս, դնում պոլիէթիլենային տոպրակի մեջ եւ պահում սառցարանում մի քանի ժամ։ Այդ ընթացքում պատրաստում ենք կրեմը, որի համար լավ հարում ենք կարագը, ավելացնում ենք եփած խտացրած կաթը, մեղրը, վանիլինը եւ շարունակում հարել։ Գնդերը եւ քերիչը ալրապատում ենք եւ սկսում ենք քերել։ Ալյուրոտ խմորիկները տեղափոխում ենք ցանցի մեջ եւ մաղում։ Ուշադիր ենք լինում, որ կպած հատվածներ չլինեն։ Տեղափոխում ենք ջեռոցի տարայի մեջ, հավասարեցնում եւ թխում մինչեւ որ լինի ոսկե։ Եփած քերուկների վրա ավելացնում ենք կրեմը, լավ խառնում ենք, որպեսզի կրեմը տարածվի։ Մշնաբույնը գրեթե պատրաստ է։ Կարող եք մատուցել ըստ ճաշակի։ Այս անգամ որոշեցի պատրաստել բրգաձե, որի համար օգտագործում եմ սուրճի բաժակ։ Եվ վուալյա։ Մի փոքր կախարդանք եւ ստացվեցին այս համեղությունները։ Անպայման փորձեք, բարի ախորժակ։